Ողջույն։ Մի քանի քաղաքացի, ում մեքենաները Երևանի քաղաքապետի բոյի փոսերում ջարդվել են, դժգոհում էին, որ ԱՊԱ-ն չի փոխհատուցում։ Նրանց կապեցի իրար, տվեցի փաստաբանի համար ու կոչ արեցի խմբային հայցով մտնել դատարան, քաղաքապետարանից պահանջել փոխհատուցում։ Ի վերջո, քաղաքապետարանը պետք է կրի այս անպատասխանատու կառավարման ամբողջ հետևանքները։ Փաշինյանը կառավարության նիստերում երբեմն կարդում է այն բոլոր փողոցների, թաղամասերի, բակերի անունները, որտեղ ասֆալտ են փռել։ Հիմա առաջարկում եմ կառավարության նիստերում հերթով կարդալ են բոլոր ճանապարհների, փողոցների, բակերի անունները, որոնք քանդվել են ընդամենը 6 ամիս կամ մի տարի դիմանալով, որովհետև անորակ ասֆալտ են արել։ Կարդացեք, դա էլ երկար կտևի։ Երբեմն տեսնում ենք, որ քաղաքապետարանի պաշտոնյաները տուգանում են, խլում են փողոցում կանաչի վաճառող տատիների ապրանքը, 20 կապ կանաչի է ծախում, որ 500 դրամ աշխատի մեջը, որովհետև թոշակը չի հերիքում։ Այ դա խլում են։ Բայց մի քանի միլիոն դոլարանոց ասֆալտի պրավալի դեպքում վերահսկողություն ընդհանրապես չկա։ Ավինյանն ասում է, Երևանում 2026 թվականին կիրականացվի 200,000 քառակուսի մետր փոսային նորոգման աշխատանք։ Լավ եք անում, նորոգեք։ Բայց այդ 200,000 քառակուսի մետր փոսը ինչ է առաջացել։ 6 ամիս դիմացող, մի տարի դիմացող, անգամ 2 տարի ընդամենը դիմացող ասֆալտի մեջ կոռուպցիա կա, թե չկա։ Այն որ ԱԱՑ-ն ու քննչականը դիմակներով մտնում են օֆիս խուզարկելու, թե բա կասկածում ենք կարող է հարկերն եք թաքցրել մի 12 միլիոն դրամ, բա 200,000 քառակուսի մետր փոսալուծում անելու համար մի 2 միլիոն դոլարից ավելի փող է պետք, չէ՞։ Բա քննչականը, դատախազությունը, ԱԱՑ-ն չեն ուզում լցվել քաղաքապետարան, հասկանալու համար, թե ինչու է այդքան անորակ ասֆալտ տարում, կոռուպցիա կա, թե չկա այդտեղ։ Չի կարող ամբողջ քաղաքի փողոցները քանդվեն ու դատախազությունը հիմք համարի Ավինյանի ասածը, թե ահու ավազից է։ Դատախազն ասում է, սուտ են ասում, թե 9 միլիոն դրամ պարգևավճար եմ ստացել, ես ընդամենը 2 միլիոն դրամ եմ ստացել, իբր քիչ է էլի։ Բա դա ինչ եք ստացել, որ միլիարդ ծախսեն, անորակ ասֆալտ տանեն, հետո ասեն մեղավորը աղն է ու հավատակ։ Բանն այն է, ժողովուրդ ջան, որ այս իշխանությունը ու նրա առանձին անդամներ ինչ հանցանք էլ անեն, մեկ է անտարբեր է քննչական, իրավապահ համակարգը, հակակոռուպցիոնը։ Այս սա հենց Զանգովի արդարադատության, ամեն ինչ մեկ անձի ու ամեն ինչ իշխանության ձեռքին կենտրոնացնելու արդյունքն է իմ համոզմամբ։ Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ գնդերեցներից մեկը պատմում էր, որ ՊՆ-ում նախարարի մակարդակով իրենց ճնշել են, որ կաթողիկոսի դեմ գործեն։ Կոնկրետ մեղադրանք եղել, անուններ են հնչել, ինչ է արել դատախազությունը։ Հələ թող որևէ մեկ այլ հիմնարկից ասեին, ոչ պետական, մեզ ճնշել են, որ Նիկոլի դեմ լինենք։ Ինչ կաներ նույն դատախազությունը։ Ում ճնշեն, ում կծեծեն, ում կսպանեն, ինչ պրավալ կտան, ոչ մի բանի ուշադիր չեն։ Անցնում, գնում է։ Ոչ մեկը պատասխան չի տալիս եւ ոչ մի ձախողման համար։ Ով ինչ ձախողեց, շարունակում է հանգիստ պաշտոնավարել, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Ասֆալտը սրանց իբր բարեփոխումներից մեկն էր, պրավալ են տվել, անհետևանք, բայց բազմաթիվ են այդպիսի այսպես կոչված բարեփոխումները։ 4 տարի է իշխանությունը զինվորի նոր համազգեստ է կարում։ Մի քանի անգամ ժամկետ է փոխել, գումար են ծախսել, հսկայական, տենդերներ են հայտարարել, պրավալ են տվել, մի հատ քրեական գործ կա, թե ինչու դա չի ստացվում։ Ուսումնասիրություն կա, չեմ ասում լավ քրեական գործ։ Խոստումը հնչել է, փողերը ծախսել են բյուջեից, ուր է դատախազությունը։ Բոլորս ծաղրում ենք այսպես կոչված տոպրակների բարեփոխումը։ Մեր երկրում օրենքով պաշտոնապես 2022 թվականի հունվարի 1-ից արգելված են տոպրակները։ Փողեր են ծախսել, օրենք են պատրաստել, բյուջե են մսխել դրա համար, չի աշխատել։ Ուր է դատախազությունը։ Արդյունքը եղել է այն, որ անվճար տոպրակները դարձան վճարովի։ Որևէ վերահսկողական մարմին, քննչական մարմին գնաց հետևներից հասկանալու, թե ինչու են պրավալ տվել։ Սիգարետի բարեփոխում էին անում, ընկան մարդկանց հետևից, բիզնեսի հետևից, տուգանում էին տարբեր վայրերում։ Չաշխատեց այդ օրենքը, կիսատ պռատ վիճակում է։ Քննչական մարմինները գնացին հետևներից հասկանալու, թե ինչու այդ բարեփոխումն էլ պրավալ տվեցին։ Այնպես չէ, որ հայտարարես բարեփոխում, հետո ասես դե լավ չստացվեց, սա կրկին փորձեմ։
բա պետական ռեսուրս եք ծախսել, բյուջեից փող եք ծախսել, այսինքն ստացվեց փոշիացրել։ 8 տարի մետրո են սարքում, միլիոններ են ծախսել, բայց հələ ոչ մի բան չեն սարքել։ Դատախազությունը, հակակոռուպցիոնը հետաքրքրվելու բան ունի, թե չունի։ Կամ խոստանում էին տնկել 10 միլիոն ծառ, նախապատրաստվում էին 10 միլիոն ամենաէժան անորակ ծառերը տնկելու համար մոտ 10 միլիոն դոլար է պետք։ Ենթադրում եմ անորակ բան չէին տնկի։ Հիմա սրանք խոստացել են, նախապատրաստվել են, եկել հասել է ժամանակը, ոչ մի հատ չեն տնկել։ Դատախազությունը գնացել է հետևներից։ Տեսնենք դա նորմալ է, թե չէ։ Փողերը կերել են, թե չեն էլ ծախսել։ Սրանք իբր հիշում եք, պայքարում էին կազինոների դեմ։ Այս պահին արդեն կազինոների խաղադրույքները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի քանի անգամ են մեծ։ Քննչականը, հակակոռուպցիոնը անելիք չունեն, տեսնեմ, բայց ինչ խողովակով է, այդ ոնց է լինում, որ 300 միլիարդ դրամից դառնում է 7 տրիլիոն։ Կոռուպցիա կա այդ ամենում, թե չկա, չէ՞ որ դրա դեմ պայքարում են, ինչ որ արգելքներ են նշանակում, բայց աճում է։ Երբ սրանք իբր ջրամբար են խոստանում սարքել 15 հատ, հետո կեսից դադարեցնում են, դատախազությունը կամ քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն անելիք ունի, թե չունի այդտեղ։ Երբ պետական պարտք սրանք 7.5 միլիարդ դոլարով ավելացնում են, ու մենք չենք տեսնում արդյունք, բա մի հատ չիմանանք ինչ եղավ։ Ոնց կարող է պարտքը կրկնապատկվել, միլիարդավոր դոլարներով ավելանալ, արդյունք էլ չտեսնենք, բայց նաև քրեական գործեր չտեսնենք։ Միլիոնավոր դոլարներ են ծախսել պետական հատվածի բարեփոխման համար։ Այստեղ բարեփոխված պետական ապարատ դուք տեսնում եք, ժողովուրդ։ Եվ ուրեմն ուր են գնացել այդ միլիոնավոր դոլարները։ Կարճ ասած, այս իշխանության այսպես կոչված բարեփոխումների բոլոր այն քայլերի հետևից, որտեղ անգամ 1000 դրամ է ծախսվել, կարծում եմ, պետք է քննչական, հակակոռուպցիոն մարմինները գնան։ Մի կողմից էլ կասեք, սրանք պատերազմ են ձախողել ու պատասխան չեն տվել։ Ասֆալտի կամ տոպրակի համար հաստատ պատասխան չեն տա։ Այսինքն կտան, բայց հիմա չէ։ Հենց սա է պատճառը, որ իրենց արած ոչ մի բարեփոխում չի ընկալում հանրությունը։ Էլի եմ ասել, էլի կասեմ։ Աշխարհի ամենահեշտ, ամենապարզ, ամենալավ բանն էլ բերեն, սրանք չեն կարողանալու անել։ Ոչ այդ ուժը ունեն, ոչ այդ հնարավորությունը ունեն, ոչ այդ խելքը, ոչ էլ այդ լեգիտիմությունը։ Ինչ ասել են, սուտ է դուրս եկել։ Իսկ սուտ խոսողները վստահաբար պետք է վռնդվեն պետական կառավարման համակարգից։ Այ դա կլինի իսկական բարեփոխում։